Բարև ձեզ, կառավարությունը շարունակում է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռում աշխատող քաղաքացուն թոթափել վարկային բեռը։ Սոցիալական հարթակի տաղավարում այսօր խոսել ենք ծրագրի ընթացքից, մեր հյուրն է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան։ Տարեսկզբին փետրվարի 1-ից գործարկվեց ծրագիրը, նախ խնդրում եմ հիշենք ովքեր են ծրագրի շահառուները եւ ինչ նախապայմաններ են սահմանվում։ Ծրագրի շահառու կարող են դառնալ այն ֆիզիկական անձինք, ովքեր ունեն անհուսալի դասով դասակարգված վարկեր, ընդ որում բոլոր վարկերը պետք է անհուսալի դասը ունենան 3 տարվա վաղեմությամբ եւ նրանց վարկերի մայր գումարների հանրագումարը չպետք է գերազանցի 1 միլիոն դրամը։ Վարկերը անկախ նրանից բանկերում են թե վարկային կազմակերպություններում են, էական չէ, այս պայմաններին բավարարող քաղաքացիները դիմելու պահին պետք է ունենան աշխատանք եւ այդպիսով իրենք կարող են դառնալ ծրագրի շահառու։ Շատ լավ։ Ինչ մեխանիզմով է կառավարությունը իրականացնում աջակցությունը, որպեսզի մինչև 1 միլիոն դրամ վարկ ունեցող քաղաքացին մարի իր վարկային պարտավորությունները։ Այն քաղաքացիները, ովքեր կդիմեն եւ կդառնան շահառու եւ կունենան ամսական աշխատավարձ առնվազն նվազագույն աշխատավարձի չափ, ապա պետությունը առաջարկում է իրենց աշխատավարձից գեներացվող եկամտային հարկը ամբողջությամբ ուղղել վարկային պարտավորության մարմանը եւ այսպիսով նվազեցնում է իր կողմից, պետությունը նվազեցնում է, աջակցում է այս ուրեմն շահառուներին նվազեցնել իրենց վարկային պարտավորությունները։ Բացի այն, որ եկամտահարկը աշխատող քաղաքացու ամբողջությամբ ուղղվում է վարկային պարտավորությունների մարմանը, հարկադիր ծառայության վարչարարություն է նաև այլ պայմաններով կիրառում, կխնդրեմ ներկայացնեք ծրագրի այս բաղադրիչը։ Հարկադիր ակտերի կատարման ծառայությունը այսօր կարող է սահմանել մինչև 50% ուրեմն բռնագանձում աշխատավարձից, ծրագրի շահառու դառնալու դեպքում այդ սահմանաչափը ֆիքսվում է 20%, այսինքն աշխատավարձից կատարվող բռնագանձումը 20%-ի չափով է լինելու, հետևաբար 20% աշխատավարձից կբռնագանձվի եւ այն 20% եկամտահարկը, որը համախառն եկամտից է առաջանում, դրանք միասին արդեն կողմեն վարկային պարտավորության մարմանը։ Ծրագրի կողմեն նաև վարկային կազմակերպությունները, բանկերը նրանք ինչ հանձնառություն են ստանձնում, որպեսզի անհուսալի վարկ ունեցող անձանց ցուցակները, այսպես ասած, նոսրանան։ Իրենց կողմից վարկային կազմակերպությունը եւ բանկերը ստանձնել են հանձնառություն, համաձայն որի տույժերը, տուգանքները, որոնք կուտակվել են այս տարիների ընթացքում, չմարված պարտավորությունների գծով նրանք ունեն հանձնառություն 80%-ով ներել այդ պարտավորությունները եւ սա կարծում ենք էական ձեռքմեկնում է նաեւ մեր գործընկեր բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից, ինչը էապես կթեթևացնի մեր շահառուների վարկային բեռը։ Պարոն Խաչատրյան, որպեսզի ավելի լավ պատկերացնենք ծրագրի հնարավորությունը, եկեք մի քանի սցենարով դիտարկենք։ Սցենար առաջին. քաղաքացին ունի մի քանի վարկ, որոնցից յուրաքանչյուրի մայր գումարը փոքր է 1 միլիոն դրամից, բայց հանրագումարը գերազանցում է 1 միլիոն դրամը։ Նա կարող է դիմել եւ դառնալ ծրագրի շահառու 1 վարկի համար։ Ոչ, որովհետեւ ծրագրի պայմաններից է, որ շահառուի, պոտենցիալ շահառուի ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը չպետք է գերազանցի 1 միլիոն դրամը, հետևաբար այս օրինակում անձը չի կարող դառնալ շահառու։ Սցենար երկրորդ դիտարկենք, ունի 1.5 միլիոն դրամանոց վարկ, կարող է կես միլիոն դրամը ինքը մարել եւ մնացորդային 1 միլիոնի համար դիմել եւ դառնալ շահառու։ Եթե բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը գերազանցում է 1 միլիոն դրամը, ապա այս դեպքում քաղաքացին կարող է եւ եթե ունի հնարավորություն նվազեցնել վարկային պարտավորությունը այնքան, որ բավարարի ծրագրի պահանջին, այսինքն եթե պայմանական ունի 1 միլիոն 30,000 դրամ, ապա 30,000 դրամ մարելուց կամ ձեր վերած օրինակի դեպքում ավել մասը 1 միլիոնը գերազանցող մասը մարի եւ դառնա ծրագրի շահառու այդպիսով։ Պարոն Խաչատրյան, երբ ծրագիրը մեկնարկեց, ինչ դիմելիություն ունենք, կային նախնական հաշվարկներ, քանի քաղաքացի կարող է դիմել դառնալ շահառու եւ ընթացիկ դինամիկան ինչի արձանագրում, քանիսն են կարողացել դուրս գալ
Անհուսալի վարկ ունեցողների ցուցակից քանիսն են դեռ դրա ճանապարհին։ Ծրագրի մեկնարկից հետո ունենք 7200-ից ավել արդեն շահառու, երբևէ շահառու դարձած ծրագրով։ Նրանցից ավելի քան 1100-ը ամբողջությամբ մարել են իրենց վարկային պարտավորությունները, այս պայդրությամբ շուրջ 5000 շահառու ունենք, ովքեր դեռևս համարում են շահառու եւ օգտվում են մինչեւ ամբողջությամբ կմարեն իրենց վարկային պարտավորությունները։ Պոտենցիալ շահառուները բազմաթիվ են, մենք ծրագրի մեկնարկի ժամանակ խոսել ենք նրանք ավելի քան 200,000 են, բայց բնականաբար նրանց մեջ կան մարդիկ, ովքեր ավագ սերնդի ներկայացուցիչներ եւ իհարկե իրենց դեպքում կենսաթոշակային տարիքը գերազանցող անձանց դեպքում ինք փոքր ավելի դժվար կլինի գտնել աշխատանք եւ այդ միջոցով դառնալ ծրագրի շահառու։ Ունենք նաեւ անձինք, ովքեր Հայաստանում չեն եւ իրենց նույնպես չեն կարող դիտարկել որպես պոտենցիալ շահառու, չնայած որ վերադառնան, բնականաբար կարող են դառնալ։ Եվ ունենք նաև անձինք, ովքեր արդեն գտնվում են աշխատանքային հարաբերությունների մեջ եւ իրենց մնում է ուղղակի դիմել ծրագրին եւ մի նրբություն էլ նշեմ, որ այն անձինք, ովքեր արդեն գտնվում են աշխատանքի մեջ, կարեւոր է, որ իրենց աշխատավարձը լինի ոչ պակաս, քան նվազագույն ամսական աշխատավարձի դրույքն է եւ այն մարդիկ, ովքեր ստանում են դրանից ցածր եւ հավանաբար գտնում են կիսաստվերում, այսինքն չեն հայտարարել ամբողջությամբ իրենց աշխատավարձը կամ առհասարակ աշխատում են եւ օրինական աշխատանքային հարաբերությունների մեջ չեն գտնում, այսինքն չունեն պայմանագիր, ապա կրկին հորդորում ենք մեր քաղաքացիներին օրինականացնեն ամբողջությամբ իրենց իրական եկամուտները եւ այդպիսով կարողանան լիարժեքորեն օգտվել այս ծրագրից։ Եվ ընթացքում ծրագիրը նաև վերանայվեց, շահառուների ցանկը ընդլայնվեց, ինչ նոր պայմաններ սահմանվեցին եւ որ խմբերի համար։ Ի սկզբանե ծրագրի շահառու չէին կարող դառնալ այն քաղաքացիները, ում վարկերը վերցված էին այն կազմակերպությունից, որոնք տվյալ պահին չունեին լիցենզիա, այսինքն լիցենզիան դադարեցվել էր կենտրոնական բանկի կողմից, դրանք վարկային կազմակերպություններ էին միայն, մի քանի վարկային կազմակերպություններ, որտեղ բավականին մեծ թվով պոտենցիալ շահառուներ կարող էին լինել եւ մենք քննարկելով մեր գործընկերների հետ այդ հնարավորությունները իրենց նույնպես կարողացանք ընդգրկել եւ այդ կազմակերպություններում լիցենզիան դադարեցրած կազմակերպություններում վարկեր ունեցող շահառուները նույնպես կարող են դառնալ ծրագրի շահառու։ Եվ ուզում եմ ձեզ հարցնել նաև կշարունակվի արդյոք ծրագիրը 2026-ին եւ առհասարակ առ այս պահ որքան եկամտահարկ է ուղղվել ծրագրի սպասարկմանը։ Ծրագրի սպասարկմանը հոկտեմբեր ամսվա դրությամբ 985 միլիոն, այսինքն շուրջ 1 միլիարդ դրամ մեր քաղաքացիները, շահառուները այդքան եկամտային հարկ են գեներացրել, որոնց մի մասը նախկինում չի եղել եւ ես կարող եմ նշել, որ 1660-ը մեր շահառուների երբևէ ծրագրից առաջ, այսինքն մի քանի ամիս շարունակ ծրագրի մեկնարկին նույնիսկ չեն ունեցել աշխատանք, հետեւաբար այս ծրագիրը նպաստել է, որպեսզի 1660 անձ իրենց օրինական եկամուտներով կամ գտնել աշխատանք կամ օրինականացնելով եկամուտները դառնան ծրագրի շահառու եւ մարել իրենց վարկերը։ Շարունակականության հետ կապված ներկայումս քննարկումներ են տեղի ունենում, միգուցե որոշակի ժամկետով երկարաձգման առաջարկ ներկայացնենք։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Սոցիալական հարթակներ եթերում հաջողություն։